tougher than a pound of leather. The bad get worse, but the good get better. The hot stay warm while the weak get wetter. Սերը Հայաստանի Հանրապետության հանդեպ անկախ եղանակային պայմաններից ու անկախ սեզոնից պետք է չպակասի։ Ողջույն ու բարև, սիրելի հեռուստադիտող, սիրելի տուրիստ, դու միացել ես Face Control ճանապարհորդական հեռուստացարագրին, նոր էպիզոդ ենք ներկայացնում ձեր ուշադրությանը ու մենք Սյունյաց աշխարհի լեռների գրկում ենք, որքան այս քարերն ու չորացած ճյուղերն են խիստ, այնքան էլ նրանց մեջ թաքնված են աղոթքներ, անցյալի ձայներ ու լիքը տոննաներով պատմություն, այդ պատմության ձայները մեզ բերել են երիցակի վանք։ Գիտեք, մենք առաջին անգամը չի, որ այս վանական համալիրը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, բայց կա մի բայց ու որն է այդ բայցը։ Այդ բայցը մեծ ջանասիրությամբ պեղումներն են։ Ճիշտ է, հիմա ջունա, գուցե ինչ-որ բան տեսնենք, գուցե ինչ-որ բան էլ վրիպի մեր աչքից, բայց ես կարծում եմ, որ Հարութը կտա մեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները։ Հարութ ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ մեզ ապահով տեղ հասցնելու համար։ Ձմեռային ավադողեր են, չէ՞։ Իհարկե։ Ահա։ Ուզում եմ հեռուստադիտողին էլ ասել, որ դու հոգով, սրտով, արյան ամեն մի կաթիլով սյունեցի ես։ Ինչն է պատճառը, որ դու Սյունիք աշխարհը այսքան քո ապրած 30 եւ ավել տարիների ընթացքում այդպես էլ չկարողացար գոնե 4-5 օրով լքել։ Դա ինձ թվում է կապված է մեր բնության հետ, լեռների հետ եւ նաեւ գեները կապ ունի։ Այսինքն, եթե լինես Շիրակի մարզում կամ Տավուշ աշխարհում, կնշանակի, որ հայրենիքի հանդեպ սերն փոքր պակասելու է, թե Չէ, ոչ թե պակասելու է, այլ Սյունիքը կարոտելու է։ Կարոտն ավելի շատ կարևոր է։ Մենք եկել ենք Երիցակի վանական համալիրը ու ես ուզում եմ հասկանալ, երբ այնց են սկսվել պեղման աշխատանքները, ինչն է դրդապատճառ հանդիսացել, որ հետաքրքրությունը ավելացել է Երից վանքի հետ կապված։ Դե Տիգրան ջան, ամեն դեպքում Սյունիքում շատ է այս պատմամշակութային հուշագործողները եւ դրանք շատ մեծ կարիք ունեն բացահայտվելու, վերանորոգվելու, պահպանվելու։ Սա առաջի անգամն է, որ այս մասշտաբային Սյունիքում կատարվում է նման աշխատանքներ, որոնց ցուցակի մեջ նաեւ ներառված է Երից վանք։ Տարածքը ինչ խոսք գոտիկայով լիքն է, առեղծված այն է, այտենց ինչ որ մթնոլորտ կա, ասենց աուրա, ինչ ունենք, ինչ ենք հայտնաբերել ու ինչեր դեռ կհայտնաբերենք, այդպիսի ակնկալիքներ կան, թե ոչ։ Նայեք, ամբողջ վանական համալիրի տարածքը մոտ 1.5 հեկտար է, շատ մեծ է։ Հիմնական ընտրվել է սկզբնի համար փոքր այս եկեղեցին, սա պեղվի, վերակառուցվի, վերանորոգվի ու հետո անցնի մնացած հատվածները։ Հիմքն է բացվել 4 կողմանի եւ նախասրահում բացվել է 2 հարկանի արդեն դամբարան, որտեղ 5 հոգու ոսկորներ է հայտնաբերվել։ Իսկ ենթադրություններ կան, որ բացի հոգևորականից կամ մարտիկից հնարավոր է նաեւ ազնվական որևէ մեկը լինի, այսինքն թագաժառանգ կամ դա պետք է փորձակնությունը ցույց տա, հնարավոր է եւ լինի, բացառել չեն կարող։ Ամբողջ քարերը բերվել է կողքի ժառից ու համադրված է ինքը ամբողջ բնության հետ։ Հարութ, եթե ձյան հաստ շերտը թույլ տա, կարողա տեսնենք այդ դամբարանները։ Հա, դամբարանը հնարավոր է ձնածածկ չլինի, բայց հեսա մտնենք հասկանանք։ Հարութ, ես ենթադրում եմ խորանն է։ Հա, խորանն է, մենք հիմա մոտենում ենք նախասրահին, որտեղ հայտնաբերվել է երկհարկանի դամբարան, թաղածածկ կառուցվածքով վերև է։ Էս էլ պետքա որ լինի գավիթը, հա, մուտքը։ Հա, մուտքն է, ուղղակի փլված հատվածից է, մենք փլված հատվածից ենք մտել։ Այս գավիթն ա եղել ու մոտավորապես 2-3 մետր խորությամբ արդեն դամբարաններն է, որտեղ 5 հոգու ոսկորներ է հայտնաբերվել։ Հետազոտություններից կպարզվի, թե ովքեր են։
Հարութ ջան, ինչ վերաբերում է գտածոներին, ասացիր, որ ձեռնաշղթա նույնպես գտել են, հա? Հա, ապակուց ձեռնաշղթայի կտորներ են գտնվել Ահա։ եւ միակ տապանակարն է, որը Արձանագրություն կա, հա? հա արձանագրություն կա։ Փաստորեն երիցվանքը դիտարկում ենք կառույց 5-րդ դարավերջ 6-րդ դարասկիզբ եւ գտածոն 11-րդ դար 10-ից 11-րդ դար, հա։ 1041 թվի տապանակարա, Սաֆի, հա, նաեւ կարա Սոֆի լինի ու հայ է միանշանակ։ Մտածում եք ազնվազարմ տիկին է եղել, թե թագուհի։ Չեմ կարող ասեմ։ Ավետիս Գրիգորյանից կճշտենք։ Ավետիս, եթե Արշավախմբի էս պահին դիտում ես մեզ, հա։ քեզ բարևներ, ողջույններ, ցավոք սրտի առանց քեզ անցավ նկարահանումները, սխալ կշտկենք մյուս անգամ, երբ ավելի շատ գտածոներ լինեն։ Հարութ, ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ էքսկուրսիայի համար։ Ես գիտակցում եմ, որքան կարևոր է քեզ համար որպես հյունեցի այս ամենը, ու հասկանում եմ նաև, որ ձեր այս աշխատանքներով խթան եք հանդիսանալու, որպեսզի Արցվանիկ գյուղը դառնա զբոսաշրջային շատ այցելվող գյուղերից մեկը, որովհետև ունենք այսպիսի գոհար երիցվանք։ Տիգրան ջան, թույլ տուր, ես էլ քեզ շնորհակալություն հայտնեմ, քանի որ դու էլ միջոց ես ստեղծում, որ մարդկանց ծանոթացնես այն ինչ ունենք մենք, ինչ կատարվում է, ինչ ստեղծվում է, ինչ սարքվում է, վերանորոգվում է, եւ դա մեծ զբոսաշրջային հոսքեր կբերի։ Շնորհակալ եմ քեզ, դե ճանապարհին հնարավորություն կունենանք էլի զրուցելու։ Գնացինք։ Երիցվանքից առատ տպավորություններով շարժվում ենք դեպի Հալիձորի բերդը, բայց ճանապարհին ասում եմ 100 կանգնի, ասում եմ ինչու, ասում եմ որովհետև ոնց կարելի է չվայելել այս փոքրիկ սեզոնային, բայց բնական հուշարձանը։ Ուրիշ անվանում հնարավոր չի տալ, որովհետև շատ սիրուն է։ Մամուրները, քարերը, այս մոխրագույն ծառերը լրիվ ուրիշ պատկեր է, էլի։ Կապանի անտառային այս տեսարանը քեզ ձեռքերի վրա տանում է դեպի հեքիաթ։ Ու մի պահ դու քեզ զգում ես այդ հեքիաթի հերոսը։ Մեկ-մեկ լինում է, չէ, երբ տեսնում ես դրախտային տեսարաններ, ասում ես Աստծո մատը այստեղ խառն է։ Իսկապես սուզվում ես ու փորձում ես այդ մտքերի մեջ հասկանալ, լավ ոնց է հնարավոր ստեղծել բողբոջը, ստեղծել հողը, ստեղծել ջուրը ու միևնույնն է չես հասկանում, որովհետև այդ իրական հրաշքներից մեկն է։ Այն հրաշքն է, որը քեզ կանչում է։ Այս կանաչի, մոխրագույնի ու շագանակագույնի երանգները ստեղծում են խորության ու գոթիկայի զգացողություն։ Հասկանում եք, չէ՞, այս այն պահերից է, երբ ուզում ես մի պահ կանգնել, վայելել ես բնությունը, վայելել բնության ձայները, որովհետև դրանք նաև բուժիչ հատկություններ ունեն։ Ականջները հանգստանում է, ուղեղը հանգստանում է, հոգի սիրտը հանգստանում է։ Հիշեք, Հալիձոր գնացող ճանապարհին մի պահ կանգ եք առնում, եթե իհարկե սեզոնին եք գտնվում Կապանում։ Վայելում եք այս ամենը։ Մակերեսորեն չէ, շատ խորը վայելում եք ու շարունակում ճանապարհը։
Ճանապարհն այլևս հաղթահարեցինք ու մենք պատրաստ ենք ձեզ ներկայացնելու մեր ճանապարհորդական առաջին օրվա վերջին տեղանքը։ Ճանապարհը, ինչպես տեսաք, սիրելի տուրիստներ, վերանորոգվում է, բայց խորհուրդ եմ տալիս ամենագնացով այստեղ գալ, եթե չեք վստահում ձեր ամենագնացներին։ Հալիձորի Բերդ, ողջույն հարգելիս։ Մենք քո հյուրերն ենք առաջիկա 20-30 րոպեների ընթացքում, գուցե եւ ավել, ով գիտի։ Ինչևէ, ունենք ինֆորմացիոն ստենդ, շատ լավ պահպանված է, լավ վիճակում է, ինֆորմացիան QR-ով էլ կարող եք վերցնել, բայց մինչ այդ ասեմ, որ ինձ համար բացահայտում էր, որովհետեւ ես գիտեի, որ 1727 թվականին պաշտպանվել են Օսմանյան կայսրությունից Դավիթ բեկն ու զինակիցները այստեղ, այսինքն այդ ժամանակահատվածից է Հալիձորի Բերդը պատմության մեջ մտնում։ Բայց արի ու տես, որ ունենք նաև այսպիսի ինֆորմացիա։ Հալիձորի Բերդը հիմնվել է 17-րդ դարում, մասնավորապես 17-րդ դարի առաջին կեսին, որպես կուսանած պարսպապատ անապատ, այլ կերպ ասած նապատ։ 1724 թվականին զորավար Դավիթ բեկը Հալիձորի Մենաստանը վերաշինում է եւ դարձնում է ազատագրված Սյունիքի իշխանության կենտրոնը եւ անմատույց ամրոց։ Մինչ ճակերտավոր դարպասը կբացվի, ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր հայի համար այս շատ պատասխանատու քայլ է։ Քայլ դեպի անցյալը, քայլ դեպի հայոց պատմությունը, քայլ դեպի քաջերը, քայլ դեպի մեծամեծեր, այլ կերպ նրանց հնարավոր չի անվանել, ովքեր արել են հնարավոր անհնարը, որպեսզի մենք ապրենք խաղաղ երկնքի տակ։ Ինչ եմ զգում ես հիմա։ Հալիձորի Բերդը հիշեցնում է պատերազմներ, բղավոցներ, ու ոչ միայն արկերի ձայներ, ու ոչ միայն զենքերի ձայներ, այլ նաև հավատ, այլ նաև հավատավոր ժողովուրդ, բայց եկեք տարբերակենք, հա, հավատ, որ քո ներսում է ու քեզ տանում է միջև վերջ, ու հավատ, որին դու կեսից լքում ես ու թողնում ես մենակ։ Այդ մարտիկները եւ մասնավորապես Դավիթ բեկը հաղթել են այս պատերազմը կամ պաշտպանել են այս Բերդը ոչ միայն զենքով, այլ նաև հավատով։ Ասում ենք Բերդ, ասոցացնում ենք արքայանիստի հետ կամ մտածում ենք, որ այստեղ եղել են պալատական սենյակներ, չէ, մոռացեք այդ ինֆորմացիան, այստեղ բնակվել են մարտիկներ, Դավիթ բեկը, նրա զինակից ընկերները, երբեմն նաև խաղաղ բնակիչներ, ովքեր եկել են Բերդ պատը սպառվելու նպատակով։ Այս սենյակները դրա վառ ապացույցներն են։ Նու վերակառուցումից առաջ, չգիտեմ, գուցե հավատավոր մարդիկ։ Վաու, շքեղ շքամուտքա, շատ գեղեցիկ կամարա, շատ, կապանը ափերիտ մեջ, մի փոքր էլ որ ձգվես կգրկախառնվես։ Առաջարկում եմ մեկ ձեր ճանապարհորդական թրիպերի ժամանակ խելագարվեք։ Ինչ առումով, որ կարելի է նմանատիպ վայրերից, որովհետև էմոցիաները տեղի են տալիս, սեր խոստովանել, բղավել, գոռալ, բաց թողնել։ Ու հավատացեք, որ ֆիդբեքը անպայման լինելու է։ Ինչ որ ձև, բայց անպայման լինելու է։ Ոնց չասես, որ դու սիրում ես այս քաղաքը, ոնց չասես, տեսեք ինչ գեղեցիկ։
Ուզում եմ նաև հիշեցնել, որ Հալիձորի բերդը հանդիսանում է Սյունյաց աշխարհի կարևորագույն պաշտպանական կետերից մեկը եւ էքսկուրսիաները նմանատիպ վայրերում ստիպում են քեզ, որպեսզի խտացնես ներսիդ հայրենասիրությունը։ Իսկ դա ուզած-չուզած լինում է, որովհետեւ նենց չի, որ այս պաշտպանությունը պետք է միայն Սյունյաց աշխարհին։ Այս պաշտպանությունը պետք է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ զուր չեն ասում, որ Սյունիքը Հայաստանի դարպասներն են։ Հիմա առաջարկում եմ մի փոքր խոսել Հալիձորի կենցաղից։ Հարց է առաջանում, որտեղ են օժանդակ կառույցները եւ ինչ նպատակի են ծառայել այդ օժանդակ կառույցները։ Այս կառույցը օրինակ ամառային սեղանատունն է, այստեղ սնվել են։ Սա թոնրատունն է, պահպանվել են նույնիսկ թոնիրները։ Այստեղ լավաշ, բոքոն ու ծխատարը, երթիկը կամ գուցե հազարաշեն է եղել։ Լավաշը խփում էին թոնրի պատերին, հետո հանում, փռում էստեղ ու մի պահ պատկերացրեք այդ զգլխիչ հոտը լավաշի ամբողջ Հալիձորով։ Ամրոցը, ինչպես տեսնում եք, պարս պապատ է, ունեցել է մի քանի մուտքեր։ Մի մուտքը նկարահանեցինք, տեսակ, մյուսը արդեն Բաղաբերդի մոտից է։ Եվ ուշադրություն, մուտք ենք գործում Սուրբ Հռիփսիմե։ Կրկին կամարակապ մուտքեր, խաչքարեր, արձանագրություններ, ես էլ մեր եկեղեցու մուտքը։ Սկզբունքը հիշեք, խոնարհվում ենք, նոր ենք մտնում եկեղեցի։ Մի կարևոր փաստ, երբ նապատը վերածվեց ամրոցի կամ բերդի, տարվեցին աշխատանքներ, ամրակայման, եկան մասնագետներ, որ փրեցին, աշխատեցին, ինչ որ բաներ գտան, հետո եկան շինարարներ, որպեսզի աշխատանքներ տանեն։ Դրանից հետո գտածոները կորան։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ոչ թե խոսում եմ ոսկուց կամ արծաթից, ես խոսում եմ ավելի արժեքավոր մարգարիտների եւ գանձերի մասին։ Ձեռագրեր, քարից եւ փայտից աշխատանքներ, այն ժամանակների։ Ինչ եմ ուզում ասել։ Տեսեք, երբ որ խոսում ենք նրանից, հայը սատար է կանգնում հային, պաշտպանում են մի ամբողջ բերդ, մի ամբողջ համալիր, կա նաեւ որոշակի զանգված, որ նախանձում է, որ գողանում է, որ հայհոյում է, այնինչ եթե մի փոքր պրիզմայով անցկացնենք, այսքան ժողովուրդ ենք։ Ով ինչին նախանձի, ով ումից գողանա, այս հարցեր են, որոնք մտատանջում են 21-րդ դարում։ Ինձ թվում է այդ գալիս է սեփական պատմությունը թերի իմանալուց, այդ գալիս է սեփական ազգի ներկայացուցչին վերևից նայելուց, ձեռք չմեկնելուց, նախանձելուց, ժամանակն է հասունացել, որպեսզի ինքներս մեր եսը, մեր տեսակը վերանայենք ու սկսենք մտածել եւ ապագայի մասին, եւ ներկայի մասին, եւ մի փոքր էլ խորենք անցյալի մասին։ Սիրելի հեռուստադիտող, վերջ մեր փոքրիկ էքսկուրսիային։ Ի վերջո գիտեք, այս կամարները եւ պատերը ինձ հուշեցին մի բան, որ այս ամրոցում ապրել են ու պայքարել են մարդիկ, ովքեր երբեք չեն հանձնվել։ Ու նույն այս պատերն են, որ կռվի ժամանակ դարձել են ռազմակայան եւ անհույս օրերին հույս են տվել, դարել են սփոփանքի աղբյուր։ Իջնենք քաղաք ու հոգանք մեր գիշերակացի հարցերը։
Վերջ, հավատս չի գալիս։ Մենք եկանք մեր հյուրանոց, ոչ թե եկանք, այլ մենք վերադարձանք մեր տուն։ Մեքենատ կարող ես լիցքավորել անվճար։ Վերջ, մեքենան լիցքավորվում է, իսկ մենք շտապում ենք վերսենյակ։ Վստահ կարող եմ ասել, որ Սյունիք հյուրանոցը այն հյուրանոցներից է, որտեղ դռան հակառակ կողմում մնում են ճանապարհորդական ծանր օրվա լարվածությունն ու հոգնածությունը։ Լուսնե ջան, ողջույն։ Բարև ձեզ Տիգրան ջան, ինչպե՞ս եք։ Մի փոքր հոգնած, որովհետև ծանրաբեռնված օր ենք ունեցել, բայց ձեր հյուրանոցի կարգախոսը Ձեր տունը Սյունիքում է։ մասնավորապես Կապանում։ Կապանում, այո։ Մենք եկել ենք տուն, այնպես որ Կհանգստանաք մի լավ։ Այս անգամ ձեր սենյակը Լորին է։ ըստ քո սիրած մարզերից մեկն է։ Ինչու եմ սա ասում, որովհետև մեր օպերատորը արմատներով Լորվա մարզի շնորհ գյուղից է։ Լուսինե, իսկ այս ժամանակահատվածում ինչ թարմություններ, ինչ նորություններ։ Ճիշտն ասած, մեր բիլիարդի ու թենիսի սենյակը գործում է։ Կարող եք երեկոյան թարմանալ մի լավ։ Խնդրեմ, սա ձեր սենյակն է, համեցեք, ձեզ բարի հանգիստ, որևէ բանի կարիք ունենալու դեպքում զանգահարեք, ես ներքևում եմ։ Շնորհակալ եմ Լուսինե ջան։ Ու մենք պատրաստ ենք ներկայացնելու մեր սենյակը։ Մի հատ էր։ Հնդիր։ Օ, ինչպիսի կատարյալ մթություն։ Վաու, ինչպիսի կատարյալ լուսավորություն։ Այն զգացողությունն է, ոնց որ վերադարձել ես հարազատ մարդու գիրկը։ Լինում է, չէ, երբ որ մտնում եք որևէ հյուրանոց, որ բարև եք տալիս, արդեն պատասխան բարևից չեք ուզում բարձրանալ վերև։ Իսկ Սյունիք հյուրանոցում լրիվ ուրիշ աշխարհ է։ Ունենք դետալներ, ունենք մանրուքներ, բայց մտածված, որովհետև մտածված մանրուքները ստիպում են քեզ ազատվել առօրյա հոգսերից ու խնդիրներից։ Երկտեղանոց հսկայական մեծ մահճակալ։ Եկեք փորձենք լայնությունը, հա, չափել։ 1, 2.5 մետր լայնք ու երկարությունը մոտավորապես 2 կամ 2.5 կրկին։ Սպիտակեղենի թարմությունը այն որ աչքացակում։ Հələ դուք այս ջերմակ սպիտակը տեսեք։ Բարձերի քանակը 2-ն են, կցանկանայի 4-ը լինեին, որպեսզի ես լողայի սպիտակ ալիքներում, բայց դա չի խանգարում։ Կատարյալ հանգիստ, կատարյալ փափկություն։ Էլ ինչ ունենք սենյակում։ Գեղեցիկ կտավներ, սիմետրիկ կախված, օթորակիչ նույնպես կա։ Այս են հեռախոսն, որ Լուսինեն ասեց, ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել։ Ну, շարունակում ենք մեր հետաքրքիր ռումտուրը։ Ունենք կամոդ եւ հսկայական պլազմա։ Այստեղ անձեռոցիկ, թեյնիկ, սուրճ, սառնարան, ասում եմ, չէ, ամեն ինչ մտածված է ձեր հանգստի գծիկ ժամանցի համար։ Так, զգեստապահարան հսկայական, ինձնից բոյով։ Ասում էի, չէ, կուզեի, որ 4 բարձ լիներ։ Այս մեկ, այս էլ 2։ Հողաթափեր, վարսահարդարիչ, առաժոք հայերեն ոնց է, ոտնամանի, շտապօգնություն։ Լավն է, չէ։ Madre mia, ինչ լուսավոր սանհանգույցում ենք, հա? Ինձ այնքան դուր է գալիս այս ներկառուցված սանտեխնիկան, այնքան կոկիկ է երևում, ավելորդ ոչինչ չկա, հասկանում ես, ինչտեղից տրուբա չի գնում, ինչտեղից շլանկ չկա կախված, լավ է, գեղեցիկ է, խնամքի պարագաներ ունենք, սրբիչների քանակությունից չեմ դժգոհում եւ լոգա խցիկ, չգիտեք, բացատրեմ, ընդամենը սեղմում ես կոճակը, վերջ, այս են պահն է, որ դժգոհելու հարկ չկա, ամեն ինչ իդեալական է ու իմ սրտով է, մաղթում եմ ձեզ բարի գիշեր,
անուշ երազներ, հանդիպելու ենք առավոտյան նախաճաշի սեղանի շուրջ։ Հա, մոռացա մի հոգու բարի գիշեր մաղթեմ։ Էլեկտրոկար, բարի գիշեր, անուշ երազներ, լիցքավորվի, բարի գիշեր։ Համաձայնեք, որ առավոտները կապանում ուրիշ համ ունեն։ Այս վաղ առավոտյան տրամադրությունը, տրամադրվածությունը, այս համովությունները ստեղծում են այնպիսի ատմոսֆերա, որ օրդ վատ չի կարող սկսվել։ Կաթնաշոր ու թթվասեր, հատկածավար, լսի ապսես լծվեց։ Ու անպայման սուրճ լիարժեք արթնանալու համար զառը մի հատ աբոյին։ Օրը անպայման սկսեք նախաճաշով, որպեսզի ողջ ճանապարհորդական երթուղու ընթացքում քոնները չտանի։ Այսինքն լինեք առույգ։ Առատ շաքարի ռոբուստա տեսակի սև սուրճ։ Բայ մեզ են ցույց տալիս։ Այ հիմա բարի առավոտ։ Սիրելի հեռուստադիտող, կապանը ճանաչելու եւ հասկանալու համար պետք է լսել նրա անցյալը։ Իսկ դա սկսվում է այստեղից։ Բարի գալուստ Կապանի երկրագիտական թանգարան։ Այսօր քաղաքից դուրս չենք գալու, կկազմակերպենք փոքրիկ city tour, իսկ մինչ այդ առաջարկում եմ դուք էլ ականջ տնեք, որովհետեւ ամեն անկյուններից պատմություններ են գալիս։ Մեր էքսկուրսիան առաջարկում եմ սկսել բակային հատվածից, որտեղ կտեսնեք այնքան հետաքրքիր շերտեր պատմության, այն որ ասելու չի, տեսնելու է։ Ջուղայական տապանակար թվագրվում է 17-ից 18-րդ դարեր։ Հավոր։ Քրիստոսից առաջ առաջին հազարամյակ։ Ֆալոս։ Կրկին գտել են տարածաշրջանից։ Այս գտածոն վահանավանքի տարածքից է, թվագրվում է 12-ից 14-րդ դարեր, թևավոր խաչքարի հիմքն է, պատվանդանը։ Ալյոշա ջան, ողջույն։ Ողջույն։ Ինչ կատեգորիայի տոմս ա մեզ բաժին հասնում։ Մենք ունենք հետևյալ տոմսային քաղաքականությունը, սա ձեզ եւ մյուսը մեր օպերատորին։ Տեսեք, նախադպրոցական աշակերտների համար մուտքավճարը անվճար է։ Այնուհետև առաջին շորո դասարանի աշակերտների համար տոմսի արժեքը 300 դրամ է, այստեղ ունենք, ինչպես նաև 5-րդ դասարանից մինչև 12-րդ դասարանի աշակերտների համար 600 դրամ, իսկ մեծահասակների համար արդեն 1000 դրամ։ Ընդհանուր էքսկուրսիայի դեպքում, եթե խմբային էքսկուրսիա է, վճարվելու է 2000 դրամ։ Այստեղ տեսա 2500 դրամ։ Այստեղ ունենք նաև էքսկուրսիայի տոմս, որը նախատեսված է օտարերկրյա մեր զբոսաշրջիկների համար։ Այսինքն ում անձնագիրը հայկական չէ։ Այո, թանգարանը հիմնադրվել է 1969 թվականին եւ հանդիսանում է Սյունիքի մարզի ամենահարուստ թանգարանը շուրջ 12000 թանգարանային առարկաներով։ Ալյոշա, ես գիտեմ, որ ունենք նաև բացառիկ նմուշներ։ Այո, այստեղ ունենք կնոջ կերպարանքով ծիսական առարկա, որը թվագրում է
Քրիստոսից առաջ կամ մեր թվարկությունից առաջ 9-ից 8 դարերով կավից է պատրաստված, ամբողջ տարածաշրջանում չկա նմանատիպը, անգամ հարևան պետություններով։ Այստեղ ունենք ձիու բրոնզե ճակատակալ 2016 թվականին մաքրելու ընթացքում ականատես եղավ սեպագիր արձանագրության եւ բացառիկ սենսացիա եղավ ամբողջ մարզի եւ ընդհանրապես տարածաշրջանի համար Արգիշտի ուրիշխի, Արգիշտին Վանի թագավորության Ուրարտուի հզորագույն արքաներից մեկն է, ով հիմնադրել է, ինչպես գիտենք, Երևանի Երևանը, իսկ ուրիշխի բառը նշանակում է պատկանելություն եւ սեփականություն։ Այլոց սրանք դժվար գտածոներ լինեն։ Այո, սա վերականգնման արդյունքում է ստացվել։ Տեսեք, 1966 թվականին Վանավանքի վանական համալիրի տարածքում պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ իրականացվել է պեղումներ, եւ պեղումների արդյունքում ի հայտ է եկել Սյունյաց, Աղվանաց, իշխանուհիների գերեզմանները, եւ գերեզմանները բացելուց հետո նրանց գանգի հիման վրա պրոֆեսոր Մարթաբան Անդրանիկ Ճաղարյանը ստացել է նրանց գանգի հիման վրա ստացել է դեմքի կառուցվածքը։ Իշխանուհի Դինարն է եւ Հասանը, նրանց գերեզմանները նույնպես տապանակարերը նույնպես Վանավանքի բակում են։ Աստիճի հայոց կան։ Այո, իսկական հայուհու հայացք է։ Այս հատվածում մենք ներկայացրել ենք Սյունիքի ազատագրական պայքարը 18-րդ դարասկզբին, որը ղեկավարել է Դավիթ Բեկը։ Մեզ մոտ հանգարանում կա միթաս, որը նվիրել է Դավիթ Բեկի հայրը, Ծատուրը, նվիրել է Հալիձորի Բերդին, եւ սա թույլ է տալիս ասել, որ Դավիթ Բեկը Մելիք Փարսադանյան տոմից է Կապանի Բեղ գյուղից, Հալիձորի Բերդից հայտնաբերված Ջնարակապատ Խեցանութի բեկորն է, այստեղ ներկայացնել եք սալիկ, ամբողջությամբ կապույտով պատկերված։ Խոսքը սալահատակի մասին է։ Այո, կապույտով։ Այո։ Ալյոշա ջան, քանի որ աշխատող մարդ ես եւ շփումը տարբեր տեսակի իրերի հետ անխուսափելի է, մարդկանց հետ նույնպես առաջարկում եմ հակաբակտերիալ խոնավ անձեռոցիկները, ժամանակ չվատնես գնաս լվացվես։ Շնորհակալություն։ Մեծ փաթեթով քեզ, էսել, եթե սիրում ես ճամփորդել ու բացահայտել Սյունյաց գանձերը, գրպանի անձեռոցիկներ են անպայման պետք է գա։ Վստահ եմ օգտագործեք։ Շնորհակալ եմ։ Ես եմ ուզում շնորհակալություն հայտնել նախ նրա համար, որ մեզ հնագիտական գտածոների հետ ծանոթացրեցիր ավելի մոտիկից։ Շնորհակալ եմ կիրթ ու գրագետ էքսկուրսիայի համար, որովհետև մեծ բան կախված է նաև այն մարդուց, ով ներկայացնում է հենց այդ գտածոները։ Եթե խայծը կա, ուրեմն անպայման ֆիդբեքը կլինի մեր հեռուստադիտողների կողմից եւ Հայաստան ժամանած հյուրերի կողմից։ Շնորհակալություն։ Հանգարանին հաջորդում է քաղաքային զբոսանքը եւ ես առաջարկում եմ ձեր City Tour-ի մեջ ներգրավեք մի քանի պարտադիր այցելվող վայրեր։ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ենք։ Հենց այստեղ հուշահամալիրին մոտիկանալուց գիտակցում ես։ Ու այնքան քաջ ես գիտակցում ես ինչ է նշանակում հայ լինելը։ Հուշահամալիր պուրակը գտնվում է Բարձունքի փեշին։ Այստեղից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Կապան քաղաքը։ Իդեպ հետաքրքրվեցի, կան շատ մարդիկ, ովքեր ասում են, այստեղ մայրամուտներն են շատ գեղեցիկ։ Առիթ կլինի, ինձ թվում է երեկոյան ժամի այստեղ լինել ու վայելել այդ մայրամուտը։ Իսկ այս տեսարանը փոխանցում է ուժ, արժանապատվություն, կամք, կորով ու այսպես կարելի է թվարկել ու իզուր չի ընտրված տեղը, հասկանում եք։ Նժդեհը եւ յետին պլանում արդեն Խուստուփը։ Այս հուշահամալիրում յուրաքանչյուր դետալ մտածված է եւ ամեն ինչ որ բան նշանակում է։ Օրինակ արծիվները խորհրդանշում են ուժ։ Նժդեհի հայացքը
խորհրդանշում է պայքար։ Դե իսկ զանգն էլ հիշողություն։ Այս ջրի ձայնը քաղաքի սրտի զարկն է։ Շատ եմ սիրում Կապանը։ Գիտես, կյանք կա այս քաղաքում։ Պատուհաններից ժպիտներ, բակերում գեղեցիկ պատմություններ, մարդկանց հայացքներում լսող աչքեր։ Այս կամուրջները ապրում են քաղաքի ռիթմով, միշտ մարդաշատ է։ Այսօր բախտներս բերել է։ Սիրուն լուսանկարներ կարող ենք ստանալ համացանցային պորտֆոլիոյի համար։ Այս կամուրջներից իսկապես էլ վայելում ես այս վյուն, որովհետև ջրային կասկադը շատ գեղեցիկ է կառուցված։ Տեսեք, ձայնը անընդհատ ականջիտ է։ Վաչագան գետի հունի բարեկարգման ծրագիրը կյանքի է կոչվել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ եւ համայնքի միջոցներով բացառապես։ Այդ թվում համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերից պարտադիր մասհանումների գումարներով։ Ու այստեղ բնակվող թռչունների համար էլ ստեղծված են այսպիսի տնակներ։ Սովորաբար ոնց է մեզ մոտ Երևանում եկեղեցական արարողությունից հետո նորապսակները հատուկ տեղ են ընտրում, գնում են այնտեղ իրենց լուսանկարչի հետ եւ ֆոտոնկարներ են անում։ Այստեղ Կապանում նորապսակները գալիս են այստեղ, տեսնում եք մատանիները, նուրը, զանգակները, յուրաքանչյուրը ինչ որ բան խորհրդանշում է։ Օրինակ մատանիները, հավերժական շրջան, ոչ ունի սկիզբ, ոչ էլ ունի վերջ։ Նուրը պտղաբերություն, առատություն, այսինքն ստեղծվեց ընտանիքը։ Պետք է լինեն երեխաներ, հետագայում թոռնիկներ, ձորնիկներ, ինչ են խորհրդանշում զանգակները։ Այ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Գրեք մեր հաղորդման YouTube-յան տարբերակի մեկնաբանություններ բաժնում։ Հաջորդ գործողությունը 3 անգամ պտտվում եք մատանիների շուրջը եւ անցնում միջով գնացինք։ 1 Դուք էլ կարաք վազեք 3 Վերջ լիարժեք հարսանեկան երջանկությանը մի բան է պակասում համով սնունդ իսկ դա պարտադիր բան է յուրաքանչյուր միջոցառման ժամանակ մեկ-մեկ տենց լինում է չէ խորովածը շատ լավ բան է ջան տույ տեսնենք այսօր մեզ խորոված կտան թե չէ Green Garden ռեստորանում Սիրելիներս, ճանապարհորդությունը միայն տեսնելու մասին չէ, այն նաև համտեսելու մասին է եւ բացահայտելով նոր ինֆրաստրուկտուրաներ, ձեզ բերել ենք Վաչագան գետի ձախ ափը։ Այստեղ բնության հոտին միանում են նաև Սյունյաց համերը։ Ու դուք պատկերացրեք ինչ է ստացվում այդ բախումից։ Ու կապ չունի, որ մենք անտառում ենք։ Այստեղ կա ավտոկայանատեղի կան տաղավարներ եւ բացօթյա եւ փակօթյա մենք ընտրել ենք 4-րդը ճիշտ է շինարարական աշխատանքներ են տարվում որ սեզոնին ասեղ գցելու տեղ չլինի մտանք չեք պատկերացնի ոնց էի կարոտել այս բնության զարթոնքին այս խորությանը այս Վաչագանի քչքչոցը ու այս պատմությանը առհասարակ իդեպ դուք ականատես եք լինում մի նոր պատմության սկզբի, որը միասին ենք արարելու։ Պահ։ Ուրեմն ինչ տեսնում եք սեղանին, Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի թռչնամսից է պատրաստված։ Էլ բլինչիկներ, էլ տոլմա, էլ չակոբիլի, էլ սացիվի, էլ տապակա, էլ խորոված, խոսքով։
Անտառում երկու բան հաստատ լավ է լինում. մաքուր օդ ու հավի մսից պատրաստված տոլմա։ Առաջարկում եմ առանց այս ձևականությունների։ Մենք մերոնցով ենք, ջան եմ ասել։ Զգացվում է բրինձը, զգացվում է սոխառածը, թեթև է դառնահամը թփիկա եւ հավի մսով, որ ասեմ լրիվ ուրիշա, կստեմ ձեզ, իսկ ես չեմ սիրում ստել։ Համարյա նույն տոլմանա։ Մի փոքր ավելի նրբահամ ունի։ Ու քանի որ առաջին կծը այլևս իրողություն է, անցնենք գդալային մշակույթին։ Աբո արվեստի գործը։ Լուրջ եմ ասում։ Նրբաբլիթ հավի մսով։ Փորձենք, չեն խնայել։ Խճողակը հարուստ է կանաչեղենով, սոխառածով, հələ բառը, նրբաբլիթ։ Այդքան ֆարշը նուրբ է ու հյութալի շատ։ Եվ այսպես շախոբիլի Զանգեզուրի այս բրոյլեր տեսակի հավը երևի չէր պատկերացնում, որ Սյունիքի անտառներում իր ճակատագիրը այսքան գեղեցիկ կլինի։ Մի փոքր էլ սոխ ձեր թույլտվությամբ, չգիտեմ դուք ոնց, բայց ես այս շախոբիլի սոխառացի համար որ խենթանում եմ, որովհետև թեթև է տապակված սոխը ու հաճելի է վայելել։ Չգիտեմ ինչ համեմունքներ են օգտագործել, բայց ստացվել է կատարյալ։ Այն որ անթերի, այն որ հաճելի։ Ու եթե դու անտառում ես ու համտեսում ես լավ պատրաստված հավ, ուրեմն այս կյանքում ամեն ինչ ճիշտ ես անում։ Բացատրեմ ինչի համար, որովհետև ճիշտ սնունդը առողջություն է։ Մենք մեկ մոռանում ենք դրա մասին ու օգտագործում ենք կիսաֆաբրիկատներ, օգտագործում ենք արագ սնունդ, բայց արի ուտես, որ դրանից տուժում է ոչ միայն քո ստամոքսը, այլ նաև քո ամբողջությունը։ Oh my god. Բաղ մյուս օր զանգ 03 այսօրվանից սնվեք ճիշտ, օգտագործեք էկոլոգիապես մաքուր, անարատ, տնական, գյուղական սնունդ։ Սա ցիվի, գամար ջոբա գամար։ Ես մեր հարևան երկրների խոհանոցներին այդքան շատ ծանոթ չեմ, բայց Վրաստանը տարբերվում է իր համեմունքներով ու պատրաստման եղանակներով։ Կամպոտը պատրաստվում է այստեղ եւ տնական է, բայց չեմ կարող բացեմ։ Իսկ դու կարանաս բացես, աբո։ Չես կարա, բախի։ Հա։ Ախր ուժերից վրա վստահ եմ, մեկ էլ տենց անակնկալի եկա։ Հունալի։ Ինձ բանում է միայն ասել, որ ձեր դրսից Սյունիք աշխարհ եկած հյուրերին բերեք անպայման Green Garden ռեստորան։ Բնության գրկում, բնության հետ։ Վերջնա։ Ու մենք այլևս մեր տանն ենք, եկանք Սյունիք հյուրանոց, այստեղ տուրիստներին սպասվում է անակնկալ, ձեր վճարած սենյակի գումարի մեջ երեկոյան կարող եք ապահովել նաև ձեր ժամանցը։ Սեղանի թենիսի և բիլիարդի տեսքով։ Yaman գիտի տենց մասնագետ չեմ, բայց սիրողական մի քանի տարի առաջ զբաղվել եմ, ժամանակն է վերհիշելու։ Ինքանով որքանով հիշողությունս ինձ չի դավաճանում, այս պետքա լինի այստեղ։ Սա այստեղից լիկվիդացնում ենք։ Օպա։ Իմ կին չգիտեմ ինչի համար է, բայց տեսել եմ որ սենց են անում։ Հիմա փորձենք սկսել այս մրցարշավը։ Մեր հաղորդումն էլ մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Բոլոր նրանց համար, ովքեր բաց են թողել հաղորդման հեռուստատարբերակը, առաջարկում եմ այլընտրանք փնտրեք մեզ համացանցային պորտալում Instagram, Facebook, YouTube, սրտկեք, լայքեք, թողեք ձեր հաղորդագրությունները,
մենք անպայման ու անխտիր ու անխոս պատասխանում ենք բոլոր ձեր նամակներին ու չմոռանաք կիսվել մեր տեսանյութերով, որպեսզի ամբողջ աշխարհում ել ավելի շատանա սերը առ ՀՀ։ Քեծալք։ Բայց ճիշտ եմ անում, սպասում։ Հա, բայց տեղից, աբո։